Ապաշրջափակումը իմաստ չի ունենա եւ չի աշխատի, եթե չապաշրջափակվի երասխ սադարակ հատվածը։ Այսօր խորհրդարանում հայտարարեց արտգործնախարար Արարատ Միրզոյանը, վստահեցնելով Հայաստանով անցնող երկաթուղու հետ միասին պետք է ապաշրջափակվի նաեւ Նախիջևանով անցնող երկաթուղին, ընդ որում համաժամանակյա։ Երասխ սադարակ հատվածը եւս պետք է ուրեմն ապաշրջափակվի, չկա տրամաբանություն, երբ որ կաշխատի օրինակ Հայաստանի հարավով անցնող երկաթուղին եւ չի աշխատի Նախիջևանի տարածքով աշխատող երկաթուղին։ Հայաստան խմբակցությունից Արթուր Խաչատրյանը, որի հարցին էլ պատասխանում էր արտգործնախարարը, արձագանքեց, եթե Ադրբեջանը չբացի երասխ սադարակ երկաթգիծը, ապա թրիփը Հայաստանին ոչինչ չի տալու։ Ըստ ընդդիմադիր պատգամավորի երասխ սադարակը պետք է բացվի, որից հետո արդեն գործարկվի Մեղրիից մինչև Ագարակ հատվածը, այսինքն Սյունիքով անցնող ճանապարհը։ Արթուր Խաչատրյանը կրկնեց հարցը. կոնկրետ երասխ սադարակ հատվածը բացելու ուղղությամբ Ադրբեջանի հետ աշխատանքներ կան թե ոչ։ Արարատ Միրզոյանը կատարվող աշխատանքների մասով ոչինչ չասաց, միայն վերահաստատեց երասխ սադարակ հատվածը եւս պետք է ապաշրջափակվի։ Կարող էր պնդել, որ Տրամպի ճանապարհը լինի ոչ թե 42 կիլոմետրանոց, այլ լինի առնվազն 4-5 անգամ ավելի երկար, մինչև երասխ։ Խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր խմբակցության առաջնորդ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ամսվա սկզբին հրավիրած ասուլիսում մտահոգություն էր հայտնել, որ եթե Ադրբեջանը չբացի երասխ սադարակ երկաթուղային ճանապարհը եւ Հայաստանը Նախիջևանով դեպի Իրան ելք չունենա, ապա թրիփից օգուտ են ստանալու բոլորը բացի Հայաստանից։ Քոչարյանն ընդգծել էր Ադրբեջանը թրիփի նախագծով երասխ սադարակ հատվածը բացելու որևէ պարտավորություն չունի։ Այո, պետք է ապաշրջափակվի երասխ սադարակ, այսինքն Նախիջևան հատվածը եւս, դուք ասում եք սկզբից նա, հետո նա կամ համաժամանակյա, ես ասում եմ, ընդհանրապես այս ամբողջ ապաշրջափակումը իմաստ չի ունենա եւ չի աշխատի, եթե այդ կտորը չապաշրջափակվի, ենթադրվում է, որ դա պիտի լինի համաժամանակյա։ Համաժամանակյա տրամաբանական ռացիոնալ բանով եմ ասում, չեմ նույն րոպեին նկատի չունեմ։ 2026 թվականի բյուջեի նախագծի շուրջ քննարկումների ընթացքում, երբ Արարատ Միրզոյանը ներկայացնում էր, թե ինչ հաջողություններ է արձանագրել երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունը, ընդդիմադիր Գառնիկ Դանելյանը հիշեցրեց Միրզոյանին, հանրությունը ակնկալում էր, որ արտգործնախարարը Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու ընթացքում երկու կարևորագույն հարց լուծեր։ Մեր սուվերեն տարածքներից Ադրբեջանի դուրս գալը, օկուպացված տարածքները եւ երկրորդը գերիների պատանդառնված անձած ազատ արձակում։ Արարատ Միրզոյանը Բաքվի բանտերում պահվող 23 հայ գերիների ազատ արձակման մասով ասաց, թե շոշափելի արդյունք դեռևս չունեն, բայց ամեն դեպքում հորդորեց ընդդիմությանը իրենց կողմից կատարվող աշխատանքները կասկածի տակ չդնել։ Ես կարող եմ իհարկե ասել, որ պատանդառված անձանց ազատ արձակումը մեր ամենօրյա համարյա աշխատանքն է եւ առաջին հերթին Ադրբեջանի հետ խոսակցության մեջ դա առաջնային տեղ ունի, բայց դա կարող է հնչել որպես շաբլոն նախադասություն, այսպես ասած, թեմայից խուսափելու համար, ստեղ մի բանում կհամաձայնեմ, քանի դեռ նոր շոշափելի արդյունք չկա, չեմ ուզում այդ շաբլոն նախադասությունը ասեմ։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից Հայաստանի օկուպացված շուրջ 200 քառակուսի կիլոմետր տարածքին, ապա Արարատ Միրզոյանը վերահաստատեց այս հարցում Նիկոլ Փաշինյանի իշխանության մոտեցումը։ Այդ տարածքները կվերադարձվեն սահմանազատման արդյունքում, քանի որ ինչպես շեշտեց արտգործնախարարը, Ադրբեջանին պատկանող որոշ տարածքներ այսօր գտնվում են Հայաստանի հսկողության ներքո։ Կան թղթով ճանաչված սահմանների, միջազգային սահմանների առումով Ադրբեջանին պատկանող տարածքներ, որոնք գտնվում են այսօր մեր զինված ուժերի վերահսկողության ներքո։ Եվ ուրեմն ինչպես լուծել այս հարցը։ Մեր խորին համոզմամբ ոչ նոր ռազմական գործողությունների ճանապարհով։ Մի հատ էլ ինձ հայտարարության օրինակ կբերեք, որ Ադրբեջանը ասում է իմ զորքերը գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքում, պետքա մի օր տեղից դուրս գան։ Այդ էլ որ փոխադարձությունը հասկանանք էլի այս ձեր պայմանավորվածությունների վերջո։ Ընդդիմադիր պատգամավորը նաև հարցրեց, եթե Հայաստանը կոնկրետ քառակուսի կիլոմետրով է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչում, ապա ինչու Իլհամ Ալիևը գոնե մեկ անգամ չի ասել, որ ճանաչում է Հայաստանի 29743 կիլոմետրը։ Մենակ քառակուսի կիլոմետրերի հռչակման փոխադարձաբար ճանաչվում միմյանց տարածքային ամբողջականություն միմյանց տարածք, ասում եմ ինչ կար, ինչ անհրաժեշտ է դրա համար, գրված է եւ Վաշինգտոնյան հռչակագրում եւ նախաստորագրված տեքստում։ Իդեպ օգտվելով առիթից արտգործնախարարը դաշնակցական պատգամավորին հարցրեց, թե որքան է կազմում Հայաստանի տարածքը։ Պատասխանը հիացրեց Արարատ Միրզոյանին, նա անգամ չհավատաց ականջներին, խնդրելով խորհրդարանին այդ պատասխանի տեսագրությունը փոխանցել իրեն։ Սա
շատ առանցքային է, որպես ես 29800 քառակուսի կիլոմետր։ Դուք այդ նկատի ունեք Հայաստանի Հանրապետության տարածքում։ Ես դա նկատի ունեի։ Հրաշալի է ուղղակի, ողջունում եմ ձեզ եւ ձեր Տիկին Վարդան, մենակ խնդրում եմ նույնը կրկնեք մի քանի խնդրում եմ նույնը կրկնեք մեր մի քանի հայրենակիցների համար, ովքեր մտածում են, որ դուք Հայաստան ասելով ուրիշ բան նկատի ունեք, ազգային ժողովին էլ կխնդրեի վիդեո ես կտորը ինձ նորից տալ, որ ես տեսնեմ ճիշտ լսեցի, ինչ որ լսեցի, թե չէ։